Կառավարությունն աջակցում է հանրապետության բոլոր մարզերում կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ ծրագրի շահառու կարող են լինել 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող այն տնտեսվարողները, որոնց կենդանիները հաշվառված են անի-պաս էլեկտրոնային համակարգում եւ մասնակցել են պետական պատվաստման ու ախտորոշիչ միջոցառումներին։ Սուբսիդավորումը տրամադրվում է շահառուի կողմից տնօրինվող միայն երրորդ գլխից սկսած մինչև 22 գլուխը ներառյալ կովերի համար, մեկ կովի հաշվով 15,000 դրամի չափով։ Սուբսիդավորում ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում ներկայացնել համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին, նշելով բնակության վայրն ու հասցեն, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, տնօրինվող կովերի գլխաքանակը եւ դրանց ականջապիտակների համարները։ Ծրագրին մասնակցելու համար արդեն իսկ ընդունվել է 690 դիմում հայտ, շուրջ 4373 գլուխ կենդանու համար։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի մեծ դքսության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեն դե Մյուйզեին։ Հանդիպման սկզբում Անուշիկ Ավետյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ոլորտում պետական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները, ընդգծելով արտահանման դիվերսիֆիկացման եւ ԵՄ անդամ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ Այնուհետև քննարկվել են Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ավելացման համար առկա է զգալի ներուժ եւ ներկայումս ստեղծվել են բարենպաստ պայմաններ այն արդյունավետ իրացնելու համար։ Անդրադարձ է կատարվել հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին։ Ընդգծվել է գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը եւ դիտարկվել է առաջիկայում բիզնես այց կազմակերպելու հնարավորությունը։ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը ներկայացրել է իր ղեկավարած գերատեսչության ոլորտային հատկացումներն ու ծրագրերը։ 2025 թվականին պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը հատկացվել է 343,8 միլիարդ դրամ։ 21 ծրագրի շրջանակում իրականացվող 135 միջոցառման համար։ Այդ գումարից 318,1 միլիարդ դրամն ուղղվել է ծախսային ծրագրերին, իսկ 25 միլիարդ դրամը ներառվել է դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրերում։ Արդյունքում նախարարության ծախսային ծրագրերի կատարողականը ճշգրտված բյուջեի համեմատ կազմել է 92,3%, իսկ տարեսկզբին հաստատված բյուջեի համեմատ 101,8%։ Հաշվետու տարում նախարարությունը փաստացի ծախսել է 27,3 միլիարդ դրամով կամ 9,4%-ային կետով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։